Պապ ջան, մի տխրի, ամեն ինչ լավ կլինի։ Ես մի քանի օր կանցնի, Նիկան քեզ կների ու դուք նորից միասին կլինեք։ Բա որ չների։ Չների, մենք էլ ձեր տան վարձը չենք տա, տանտերը դուրս կվռնդի Նիկային ու դուք նորից միասին կլինեք։ Մտածում եմ մարդ ինչքան պետք է ոչխարը լինի, որ իր մեծ աղբերը Իվանը լինի։ Իվանես ինչ ապուշ մտքեր ես արտահայտում։ Պապ, պետք է նենց անենք, որ դու խորտ մամայի սիրտը նորից գրավես։ Միա բայց ինչ անեմ։ Ֆեյք լուրեր ենք տարածում, իբր դու մահացել ես։ Կազմակերպում ենք քո պանիխիդան։ Իվան, սև սիրուն հակած կգաս չջրի կանաս։ Խորտ մաման կգա, որ քեզ վերջին հրաժեշտը տա, դու այդ ժամանակ դագաղի մեջ այսպես պարկած կլինես, նայ։ Ինքը կգա, կմոտենա քեզ, դու տակից ծաղիկը կհանես, վեր կկենաս, կնվիրես իրան։ Ինքը կտեսնի, կուրախանա, ու դուք մինչև կյանքի վերջ կապրեք հաշտ եւ համերաշխ։ Բայց էդի մի տեսակ տխուր գուլյատա։ Բա որ չների։ Ոյ կների։ Ես որ Ժիրոյից նեղացել էի, ինքը տենց էր արել ու ես իրան ներել էի, նենց քյութ էր։ Պապ, ես քեզ ավելի լավ բան առաջարկեմ։ Ասա։ Աղջիկները սիրում են ուժեղ տղամանց։ Կազմակերպում ենք, մեր ասած մարդիկ փողոցում հարձակվում են Նիկայի վրա, որ պայուսակը գողանա։ Այդ պահին հայտնվում ես դու, բոլորին ծեծում ես, Նիկան այդ ամեն ինչը տեսնում է, ու քեզ ներում է։ Բայց էդի աշխատող տարբերակ է։ Հա։ Իմ ու Իվանի բարագայում աշխատել է։ Հալվար ջան, աշխատել է, որովհետև Իվանը չէր հասցրել գար։ Դու էլ այդ տղեկին հենց էիր ծեծել, բամբակով էին ջուր տալիս։ Լավ գայս, իրականում դուք չգիտեք ոնց գրավեք կնոջ սիրտը։ Ավելի լավ է նախաճաշեք գնաք, ես ձեր հայրիկին իմ խորհուրդներով կօգնեմ։ Ճիշտ է ասում, ես էլ եմ մնում։ Հալվար ճիշտն ասա, աթենքի նագետների համար ես մնում։ Օ, հիշում ես, որ երեխա ժամանակ քեզնից հեծանիվ ու ապերիկ ուզեցի, հիշում ես։ Ախպերները հետ են գալի նոր սենարով Ամով հոտով դզած փչած կերպարներով Ծնողների ցանկությունը կատարելով Ամուսնանում են օրինական ճանապարհով Բնակվում են ախպերները նույն հասեյում Ամբողջ օրը կռվում իրար մի սենուտում Այս ամենին մի նոր պրոբլեմ է ավելանում Պապամ նոր ու ջահել, մամայա օջախ Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերությամբ Սկսում ենք սիտքոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված շիրովիվար Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերությամբ Սկսում ենք սիտքոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Միրոն, ես չես անում ստեղ, ոնց ես ներս մտել։ Միրոն չի էլ գնաց է, ամբողջ գիշեր մնացել է ռեստորանում։ Ամբողջ գիշեր ինչ ես արել։ Հասկացել եմ։ Իսկ կարաս նենց ասես ես էլ հասկանամ։ Ինչ ես հասկացել։ Ես հասկացել եմ, որ բրունի կոնֆետները երբ աչքերդ փակուտում ես, ոնց որ բրաունիի թխվածք ուտես։ Ու ինչքան ժամանակում ես հասկացել։ 75 տուփ ուտելուց հետո։ Ավել արագ ես հասկանում։ Իմիջայլոց, Էրիկ Սեբաստյանը գնալուց առաջ նամակ է տվել ինձ, որ փոխանցեմ քեզ։ Ասել է, որ գաղտնի է, որ չկարդամ, ու անպայման փոխանցեմ քեզ։ Մեջը գրած է, որ չի ուզում քո հետ աշխատի։ Հարգելի Ժիրայր, ես այլևս չեմ ուզում աշխատել քո ռեստորանում, քանի որ քո ռեստորանում նորմալ աշխատանք չկա, հաճախորդներ չկան։ Ես դուրս եմ գալիս քո մոտից եւ գնում եմ Իվանի ռեստորան։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։ Դու Սեբաստյանին նայի։ Որտեղ ըմբռնեմ սածկացնելու եմ։ Ըմբռնումով մոտենալ, հա։
Ես մեկեր հանգստացի։ Ասա որ բրաունի նման է։ Միրո, ես այս ամեն ինչի մասին շուտ վանից գիտեի։ Մենք հիմա խոհարարի խնդիր ունենք։ Պետքա շտապ մի բան մտածել։ Միրոն կարա լինի խոհարար։ Կլինի ավելի երկար մտածենք։ Ժիրոն կարա լինի խոհարար։ Միրո, ես չեմ կարող խոհարար աշխատել։ Հələ հարցու ինչի։ Ինչի։ Որովհետև ես մասնագիտությամբ խոհարար չեմ, ես մասնագիտությամբ տնօրեն եմ։ Միրոն որ մասնագիտությամբ առաքիչ չի, ինչ պակաս առաքումներ անում։ Որովհետև տգետ ես։ Այ Վերջ պապաջան, տեսքդ իդեալական է։ Մնում է մի հատ օծանելիք ցանես ու կարաս նորից պսակվես, սպասի։ Ու, ես ինչ կրինջ հոտ է։ Հեսա ես քեզ լավ օծանելիք կցանեմ, պապ ջան։ Բայ, վերջացրեք յա։ Այնքան օծանելիք ցանեցիք, վրայից սարդը duty free հոտ է գալիս։ Մի արեք։ Հա, բայց իմ ցանածի հոտը լավն է, չէ։ Սև հաղարջի, կանաչ թեյի եւ օսմանտուսի կախարդական նոտաներ են։ Իրար հետևից խելացի բառեր ես դրեք, ես թվում է լավ հոտ է գալիս։ Այ իմն է իդեալական, օվկիանոսի եւ լավանդայի բույրեր։ Ասվեժից է, լա։ Ստոպ։ Մի հատ վերջացրեք։ Հարսիկներ ջան, ավելի լավ է, դուք ինձ ասեք ինչ ծաղիկ, վերջներ որ Նիկային դուր գա ու ինձ ների։ Կարամ ես ասեմ։ Ասա։ Անպայման ծաղկամանով վերցրու, որ ինքը ամեն անգամ ջրելուց քեզ հիշի։ Կարաս վերցնես սպացիֆիլում, կամ կալաթեա, դե կամ էլ սենտ պուլյա։ Ինչ ծաղիկ վերջներ որ Նիկային դուր գա։ Պապաջան, ես քեզ խորհուրդ կտամ։ Մենակ հիշացրու Նիկան ինչ էր հորոսկոպով։ Կույս։ Կույս, ուրեմն գնում ես կույսերի ամենասիրելի ծաղիկները, դրանք սպիտակ մեխակներն են։ Մենակ հիշի, կույսերը շատ բծախնդիր են, պետքա բոլոր թերթիկները լինեն հավասարաչափ, նույն քանակի, նույն գույնի, նույն չափսի, լավ։ Վայ Ալվարդ, սուտ այդ հորոսկոպը։ Մանե, հորոսկոպը ամենաճշգրիտ գիտությունն է։ Օրինակ կարաս ասես ինչի են հիմա եղանակները սենց վատացել։ Կարող է որովհետև դեկտեմբեր է։ Ոչ, մանե ջան, սխալվում ես, որովհետև աղեղնավորների ծնունդներն է սկսվում հիմա։ Յա ստոպ։ Ոնց հասկացա ոչ մի բանով ես չեք կարող օգնել։ Ես կգնամ ծաղկի խանութի աշխատողին կասեմ, իր ճաշակով մի բան կտա ինձ։ Հա, բայց անպայման ծաղկամանով։ Անպայման մեխակներ որ լինեն։ Ծաղկամանով։ Մեխակներ, Ծաղկամանով։ Ծաղկամանով։ Մեխակներ կլինեն։ Այ, ես կգնամ մեխակներ կվերցնեմ, ծաղկամանով։ Վայ։ Ժիրո Իվան Զորո մենակ իմանաս Բիձեն քանի անգամ է զանգել։ Չես պատասխանել, չէ՞։ Պատասխանել եմ, բայց չեմ խոսացել։ Բայց դու էլ ես էլի դաժան, ինչ էր ասում։ Սարեր ձորեր էր խոստանում։ Մենակ թե միանա իմ հետ ներեմ իրան։ Շատ լավ է, ուրեմն Բիձուկը մեր թակարդում է։ Հիմա ինչ ասես կանի քո համար։ Դե Բիձեն պիտի ֆայմի, որ իմ հետ միանալու միակ միջոցը այդ օրենքով ամուսնանալն է։ Իսկ իմ հետ միանալու պայմանը գիտես, չէ։ Իհարկե գիտեմ։ Բիձուց օրենքով բաժանվել է ու Բիձու ունեցված օրենքով վերցնել է։ Ես քո օրինապաշտ ցավը տանեմ, բայց այդ ինչ ձեներ են գալիս։ Նագեց եմ խրթխրթացնում։ Մի րոպե լավ, Բիձեն ոնց որ եկավ։ Տեսնում ես, չէ՞ ինչա կատարվում։ Իվանի մոտ ասեղ գցելու տեղ չկա։ Ոնց ասեղ գցելու տեղ չկա։ Լասեղները դու տես ոնց եմ շախտալի ռեստորանում մեկ։ Այդ նկատի չունեմ։ Ուզում եմ ասեմ, Իվանի մոտ հաճախորդների պակաս չկա, իսկ մեզ մոտ մկներ են վազվզում։ Ոնց մկներ են վազվզում։ Միրո մկներից վախում է։ Հանգստացի։ Կարաս ասես, ես քեզ հետ ինչի համար եմ ընկերություն անում։ Բանը։ Մի պատասխանի, հա, հարցս ռետորական է։ Լավ լս ինչ եկա։ Իվանը Սեբաստյանին մեր մոտից տանելով մեծ վնաս է հասցրել մեր ռեստորանին։ Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ Իվանին վնաս տանք։ Միրոն հասկացավ ինչ պետք է անի։ Պետք է մտնեմ Իվանի ռեստորան ու ամեն ինչ ճարտոփշուր անի։ Վատակոնքից։ Վայրենի գազան ես։ Լսի։ Մտնում ենք Իվանի ռեստորան։ Պատվիրում ենք ամենաթանկ ուտեստներն ու ամենաթանկ խմիչքները։ Վերջում հողը չենք տալիս։ Ու վերջում Իվանը հասկանա, որ ես ու դու ենք։ Երկուսից մազերից կբռնի ու կտա պատերին։ Իվանը ինչ քեզ է տանում։
ինձ հետ չի կարող անի, հասկացար։ Արի ներս ասեմ ինչ ենք անում։ Մանե, ես ինչ ես անում։ Խավիար եմ ուտում։ Մանե, որ սմբուկները փոքր ժամանակ իմանային մեծանալու էին խավիար դառնային ու դու իրանց սենց անհարգալից ուտեիր, չէին մեծանա։ Բայց ի՞նչն է անհարգալից նորմալ ուտում եմ։ Հեսա նորմալ ուտելը ոնց է երևում, որ քեզ փոքր ժամանակ չէին կերակրել։ Քեզնից էլ երևում է, որ փոքր ժամանակ քո կերակրման process-ը վերահսկողությունից դուրս է եկել։ Նայ, մի անգամ եմ ցույց տալի, ոնց է պետք ճիշտ ուտել խավիարը։ Ու հիմա ամբողջ խավիարը լցնում ես հացի մեջ։ Ու դու հիմա այսքանը պիտի ուտես։ Ինչի է այսքանը, տանը լիքը այս խավիարից կա։ Պապա ջան, ինչ ա եղել։ Նիկան նվերս չհավանեց։ Հա դե պարզա, ով է ծաղկամանով ծաղիկ տանում, այ որ մենակ մեխակներ տաներ, այդ ժամանակ կհավաներ։ Ինքը ոչ թե նվերը չի հավանել, ինքը ինձ չի հավանել, ինձ։ Շատ դառը խոսակցություն ունեցան։ Եթե դառն էր, ուրեմն պետքա քաղցրացնել։ Եզակի դեպքա, բայց Ալվարդի հետ համաձայն եմ։ Պետքա տորթ առնես ու նվիրես Նիկային։ Ինչի ես մեռել եմ, որ պետքա տորթը առնել։ Ես կթխեմ, նեգրի ժպիտ։ Ալվարդիդ ռասիզմա։ Մանե, ես ինչ մեղք ունեմ, որ դրա անունը նեգրի ժպիտ է։ Լավ, քո խաթր կթխեմ աֆրոամերիկացու ժպիտ։ Լավ է։ Հա, լավ է։ Խնդիր չկա, պապա ջան։ Չարանաս երբեք։ Ժիրո Իվան, վան Բաղդասար աղբեր, հիմա պետքա լավ հաց ուտենք, որովհետև մի ժամից պետքա լինենք Գերմանիա ու մասնակցենք բայկերների հավաքի։ Ճիշտ ես ասում Սանասար եղբայր, պետքա կանչենք այդ մատուցողին ու էլի պատվիրենք։ Մատուցող, Մատուցող! Մատուցող! Լսում եմ ձեզ, էլի ինչ-որ բան կցանկանաք։ որ չցանկանային քեզ ինչի պիտի կանչեինք։ Կարող է գիտես սիրուն աչքերիդ համար ենք կանչե։ Լավ։ Ուրեմն այստե, բերում ես ձեր մենյուի ամենաթանկ ուտելիքը, ամենաթանկ խմելիքը, ամենաթանկ մրգեղիկը, ամենաթանկ խմորեղենիկը, ամենաթանկ սրճեղիկը, ամենաթանկ թեյնիկը։ Ու այդ ամեն ինչ անում ես բեսա տարակ։ Լսանալա! Ուրնասրու! Վաճոպարը։ Կերպարից դուրս մի արի։ Իսկ դու գիտես ուրախ բայկերին չով է տարբերվում տխուր բայկերից։ Ինչով։ Ուրախ բայկերի ատամները սաղ մոծակու մլակա։ Բա դրա խնդալունը ո՞րն էր։ Ուրախ բայկերը քշելու ճպտացել է, ինչքան ճանճու մլակա հավաքվել է ատամների մեջ։ Հասկացա։ Էլի ինչ-որ բան կցանկանաք։ Հա, կցանկանանք, որ արագ հեռանաս տեղից։ 5, 4, 3, 2, 1։ Այ հիմա եկել է Իվանին վնաստալու պահը։ Ինչ է կան։ Այ մոտիկ բան եմ ասում։ Չլարվես ասեղը կմնա մեջ։ Պատրաստ է։
Ասում եմ ձեզ, Մեր հաշիվը ինչքան է։ 117,000 դրամ։ Բա մենք գալիս ենք ստեղ։ 117,000-ի բան ենք պատվիրում։ Դուք սենց վատ եք մեզ սպասարկում։ Կներեք ինչն էր, ոտ։ Պիցայի մեջ մաս կա։ Կներեք երևի թյուրիմացություն։ Ունես երկու տարբերակ։ Կամ ներողություն ես խնդրում, ով ես ամեն ինչի հաշիվը փակում ձեր ռեստորանի մատուցողը, խոհարարը կամ ձեր հիմար տնօրենը։ Ես չգիտեմ ձեզ ինձ ով մաս թողում, գնացեք իրար մեջ որոշեք։ Տարբերակ 2։ Զանգում ենք մեր բայկեր ընկերներին, իրաց մոտորներով մտնում են ձեր ռեստորան ու շուռ է տալիս ձեր ռեստորանները։ Ես ընտրում եմ առաջին տարբերակը։ Ներողություն եմ խնդրում, հաշիվը կփակի մեր հիմար տնօրենը, որը ես եմ։ Ապրես։ Ճիշտ է։ Այս ամեն ինչը փաթաթի որ մեր հետ տանելու ենք։ Այս մազով պիցան էլ հադրեք։ Լսեցի՞ք։ Մանե, դե հիմա սիրտդ բացի։ Հա բայց ես քո խմած սուրճի բաժակն է, ինչի պիտի քո սիրտը բացեմ։ Բացի որ իմանամ իմ մասին ինչ ես մտածում։ Պապա ջան, ինչ ա եղել։ Ոտքդ սոթա տվե ընկել ես տորտի մեջ։ Վայ, Ալվարդ, մի հորինի։ Պարզ չի Նիկան չի հավանել քո սարքած տորթը։ Մանեն ճիշտ է ասում։ Բայց իմ տորտի մասին ինչ ա ասել։ Տորթը ցկի չի էլ փորձել Նիկան։ Լավ, ես գիտեմ ինչա պետք անել։ Պետք է մի հատ լավ նվեր ընտրենք Նիկայի համար, որ սիրտը շահենք։ Տեսեք։ Առաջարկում եմ լավ սպասք լվացող մեքենա ընտրենք ու նվիրենք Նիկային, ցանկացած աղջիկ երազում ունենա այդ հրաշքից։ Չէ, ուրիշ բան։ Ինչի։ Որովհետև նախ մենք ունենք սպասք լվացող մեքենա, եւ երկրորդը ծանր է, այդի որ տվես գլխիս իզնից բան չի մնա։ Եկեք արդուկ նվիրենք։ Արդուկը լավ գաղափար է։ Ուղղակի Նիկան արդուկ անել չգիտի։ Ստիպած տալու է շորերը ես արդուկ անեմ, ես էլ արդուկ անել չգիտեմ։ Վառելու եմ Նիկայի շորերը, հիմա էլ տաք արդուկով է տալու գլխիս։ Լավ, ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Եկեք ռոբոտ փոշեկուլ նվիրենք։ Հա բայց կօգտագործի։ Դե ինչ պարտադիր է։ Յուրաքանչյուր աղջիկ երազում է ունենա ռոբոտ փոշեկուլ։ Հա բայց լավ գաղափար ես ասում, գիտես, որ չօգտագործել ոչինչ, թող միացնի մի քանի օր նայի ոնց է գնում, ուր է գնում այդ ռոբոտը։ Դե վերջ, պապ ջան, պատվիրում եմ ձեր հասցեով։ Կարաս գնաս դիմավորես։ Չէ, բայց խայտարակ չեմ, սենց ուր գնամ։ Գնամ մի հատ լողանամ, մաքրվեմ, սափրվեմ, նոր գնամ։ Ջիրո Իվան։ Ջիրո Իվան։ Շայբոն տեր վշտունի։ Պատիվ ունեմ։ Լևոն Պահլավոնի պատիվ ունեմ։ Միրո, կես շիշ կոնյակը խմեցինք։ Հիմա ժամանակն է հաշիվը ուզելու ու չփակելու։ Մատուցիչ։ Մատուցարար։ Ես Իվանը մի քիչ դեպիլ է, ավելի պարզ։ Մատուցով։ Ինչ որ բան կցանկանաք։ Այո։ Կցանկանամ բերանիս պարունակությունը դատարկել ձեր երեսին։ Չհասկացա։ Վարպետ ուզում էր ասել, մեծ սիրով կթքեր ձեր երեսին։ Բայց ինչ ալը։ Ինչպես թե ինջալ է։ Մեզ նման մեծությունները գալիս են ձեր ճղճիմ ռեստորան եւ դուք ձեզ պահում եք ամենավերջին ներողություն արտահայտությանս անասունի պես ես չէի ուզում ձեզ վիրավորել բնավ։ Բայց ինչ ալը։ Լուսաբանեք խնդրում եմ շայբոն դեր վշտունի, որովհետև ես հնարավոր է հայհոյախառն արտահայտություններ ինձ թույլ տամ, ասել է թե քֆուր եւ քյաֆար։ Կոնյակի մեջ մաս կա։ Ես անկեղծ ներողություն եմ խնդրում եւ այս ամենը համարենք հյուրասիրություն ռեստորանի հիմար տնօրինության կողմից։ Թե դարիր։ Հիմար։ Մենք քեզ ներում ենք շնորհում։
Այս ամեն ինչը փաթաթեք, որ մեզ հետ տանենք, հնարավոր է գնանք տղեկով տրժալու։ Այդ մազով կոնյակն էլ, հա։ Գնանք։ Ընդհանրապես չզգացվես, որ դու ես, հա։ Նվերը վերցրեց, տոպրակը քաշեց գլխիս, ասես դե գնա էլ աչքից չերևաս։ Ոնց, էլ ուրիշ բան չի ասել։ Չհասկացա, այդ աղջիկը քեզանից ինչ ա ուզում։ Ուզում ա ամուսնանամ։ Բայց դուք արդեն մի քանի ամիս օրը գիշեր ամուսնանում եք։ Չէ, մանե ջան, պաշտոնական ա ուզում, մատանիով, զաքսով։ Ասում եմ, մինչև պաշտոնական չգաս ամուսնության առաջարկ չանես, չեմ ներելու։ Ես հասկացա ինչ պետք է անենք։ Ստոպ։ Ինչ ուզում եք արեք, մենակ նենց արեք, որ ցավոտ չլի գլխիս խփելուց էլի։ Ոյ։ Նայ, որ մի բան բսբզել են էլի։ Ուզում եմ հասկանալ, այդ ոնց ստացվեց, որ դու այսօր հայտնվեցիր իմ ռեստորանում եւ մենյուի մեջ նոր ճաշատեսակ ավելացավ։ Մազ! Պյուտան! Իվան, քեզ արդեն 1000 անգամ ասել եմ, որ հնարավոր չէ, c'est impossible, որ դա իմ մասը լինի։ Ես նույնիսկ մաս չունեմ։ Հիմա դες դնում ինձ։ Բայց ինչ այդ գլխիդ վրին է։ Դե, չի ուզում ասել, որ ոչ ոք չիմանային, բայց ստիպված եմ։ Կեղծամ։ Համոզվեցի՞ր։ Դին դեղը քեզ կեղծամ սազում ա։ Իդեպ եթե ուզում ես իմանալ, կամերա տեսակցիկներ ունես։ Կարող ես նայել եւ տեսնել, թե որտեղից է այդ մասը։ Ճիշտ ասում։ Են աննորմալից փախայկա Իվանի մոտ, բայց պարզվում է, որ Իվանն էլ պակաս աննորմալ չէ։ Ստեղ են ասում, պտուղը մեծ եղբորից հեռու չի ընկնում։ Բրավո։ Հիանալի կերպարանափոխություն։ Ինչ ապեր։ Ուզում եմ ասեմ, հիանալի ստացել ես Բոնիի կերպարը, Միրո։ Հա, Ժիրո ջան, դու էլ շատ լավ ստացել ես այն Սուրբի մեջի դերասանի կերպարը։ Եվ ինչու մեկ բան շփոթում եք։ Դե միգուցե շփոթում եմ։ Բայց ասեմ Միրո, քո տանտաղանդ հալով լավ էլ ստացել ես Բոնիի կերպարը։ Ապեր ինչ ես խոսում։ Ստեղի աշխատող ես, գոնե կես մետ նորմալ սպասարկ ես, ասես ինչը տանեմ, ինչը բերեմ, եկել հիմար ինչ-որ բաներ ես խոսում։ Այդ սպասարկեն որ ինչ անեք։ Մազը պոկեք գցեք ուտելիքի մեջ, վերջում էլ հաշիվը չփակեք։ Այնա ես մի անգամից մազը կպոկեմ, կտանեմ խոհանոց, իմ ձեռքով գցեմ ուտելիքի մեջ, որ դուք նեղություն չքաշեք։ Դու ապ ուշ ես արա, ինչեր ես քեզ թույլ տալի։ Հազար անգամ ներողություն եմ խնդրում, սա թյուրիմացություն ա, ուղղակի ձեզ խառնել եմ ուրիշ մարդկանց հետ։ Ինչ ուզում եք պատվիրեք, ինչքան ուզում եք պատվիրեք, ձեր հաշիվը փակած է, ես հիմա կգամ, լավ։ Նիկա! Այ Նիկա ջան! Սիրուն աղջիկ, ունքերդ կամար, հաստատ գիտենք, որ ծնվել ես բաչոյիս համար, բաչոյիս մեզ, բարի ու հես, հարուսյար ունես, Երևանի
սիրում նիկա Արի քարը փեշից թափի ամուսնացի էլի Նիկա, սիրելիս, խնդրում եմ էլի ինձ դերի, կդառնաս իմ կինը։ Վայ, ինչ ռոմանտիկ ես ոչո կյանքս։ Համաձայն եմ։ Վայ։ Շնորհավորում եմ Երջան, ես Բարսելոնում եմ, դու մի 10 վայրկյանից իտալական Parlami d'amore, Nica, la la la